Մենակ ես քեզ զգում։ Մի քիչ կորած, ոչ ոք քո տեղում։ Տխրությունը միայնությունը տհաճ զգացումներ են։ Ես սկսեցի պարզապես գոյություն ունենալ։ Երիտասարդներն այսօր ավելի շատ են շփվում, քան երբևէ, բայց միևնույն է նրանք երբեք իրենց այդքան մեկուսացած չեն զգացել։ Հետազոտությունների համաձայն միայնության զգացումը հատկապես տարածված է 16-ից 30 տարեկանների շրջանում։ Այդ զգացումները հիմա շատ ավելի ուժեղ են, քան 15 տարի առաջ։ Ինչու է այդպես? Եվ ինչ կարելի է անել միայնության դեմ պայքարելու համար։ Առաջին հայացքից այստեղ միայնության մասին խոսք լինել չի կարող։ 31-ամյա DJ Լալենան աշխատում է Քյոլնի գիշերային ակումբում, մինչև ուշ գիշեր։ Ներսում հազարավոր մարդիկ են, ծանոթ, անծանոթ, դուրս ես գալիս եւ ամեն ինչ լռում է։ Այդ լռությունը երբեմն սարսափելի է։ Լալենան միայնակ է։ Այս ժամին քաղաքում հասարակական տրանսպորտ չկա, տեղ հասնելու միակ տարբերակը տաքսին է։ Մարդիկ հաճախ չեն խոստովանում, որ միայնակ են, որովհետև դա ընկալվում է որպես թուլություն։ Լալենան ճանաչված է ակումբային միջավայրում։ Նա մշտապես ճամփորդում է եւ ունի տասնյակ հազարավոր հետևորդներ սոցիալական ցանցերում։ Ինքնագովազդը սոցմեդիայում նրա աշխատանքի մասն է։ Ծնվել է Դրեզդենում, կրթությամբ մարկետոլոգ է, ապրում է Քյոլնում։ 1 տարի առաջ սկսել է աշխատել որպես ֆրիլանս երաժշտական պրոդյուսեր։ Սա նրա հանրային կերպարն է։ Երիտասարդ կինը իրական աշխարհում մի փոքր այլ է։ Նույնիսկ երբ դու ունես բազմաթիվ հետևորդներ եւ ակտիվ ես սոցիալական ցանցերում, միայնության զգացումը չի վերանա։ Միևնույն է, կարող ես շատ միայնակ լինել։ Ամեն օր նկարահանում ես ինքդ քեզ 1000 լավ բան անելիս, բայց միևնույն է, ներքուստ մենակ ես զգում։ Արվեստի մարդու երկու կերպար՝ արտաքին փայլ եւ իրականություն, որը շատ ավելի պարզ ու խոցելի է։ Երբ DJ ես աշխատում ուրիշ երկրում, ուրիշ քաղաքում, որտեղ ոչ մեկին չես ճանաչում, երեկոյան մենակ ես վերադառնում հյուրանոց ու մտածում, իսկ հիմա ինչ։ Գիշերային կյանքն անանուն է, հանդիպում ես շատ մարդկանց, լավ շփվում ես նրանց հետ, բայց իրականում նրանք օտար են, ամեն շաբաթ նոր մարդիկ, լավ երեկո, լավ հանգիստ։ Բայց հետո նրանք անհետանում են։ Հաջորդ օրը տանը։ Չնայած ուշ գիշերներին Լալենան վաղ է արթնանում։ Զբաղվում է պիլատեսով ու յոգայով։ Առաջին դիջեյական ելույթները եղել են ուսանողական տարիներին։ Ավարտելուց հետո աշխատել է կորպորատիվ մարքեթինգում։ Քովիդի ընթացքում սկսել է երաժշտություն ստեղծել, որը հիմա նվագում է ակումբներում։ Ստեղծագործելն օգնում է, երբ իրեն մենակ է զգում։ Ինչ զգացողություններ են տխրությունն ու միայնությունը, տհաճ իհարկե։ Դժվար է, չգիտես ինչ անել ինքդ քեզ հետ, գլխումդ խառնաշփոթ է, կենտրոնանալ չես կարող, բայց երբ նստում ես երաժշտություն գրելու, գոնե իմ դեպքում ամեն ինչ կամանց տեղն է ընկնում։ 3-4 ժամն անցնում է աննկատ ու ես ինձ ավելի լավ եմ զգում։ Հաճախ դա նման է թերապիայի։ Այսօր Լալենան իր միայնությունը լցնում է աշխատանքով, այն վերածելով ինչ-որ դրական բանի։ Ավտոմեքենայով Քյոլնից մոտ 2 ժամվա ճանապարհ է մինչև Մյոնխեն-Գլադբախ։ Այստեղ հանդիպում ենք 21-ամյա Շոն Կոնեչնիին, նա մանկուց հետաքրքրված է համակարգչային խաղերով, ծագումով Դորտմունդից է։ 2 տարի առաջ կորցրել է աշխատանքը, բուլինգի է ենթարկվել ընկերների կողմից, իրեն մեկուսացած է զգացել։ Կյանքս կարգի բերելու ու առաջ գնալու փոխարեն ես բառացիորեն ամբողջ օրը մեկ խաղ էի խաղում ու լրիվ կլանվել էի դրանով։ Խուսափում էի ընկերական շփումներից։ Սկսեցի պարզապես գոյատևել։ Հետագայում հետաձգում էի ամեն գործ ու մտածում, ինքն իրեն կկարգավորվի։ Շատ խոր փոսի մեջ ընկա ու դուրս գալը հեշտ չէր։ Այդ ժամանակ Շոնն իրեն անտեսված էր զգում մյուսներից։ Վախենում էր, որ իրեն չեն ընդունի այնպիսին, ինչպիսին կա։ Վիդեոխաղերի վիրտուալ աշխարհը դարձավ փախուստ իրականությունից։ Խաղի մեջ քեզ լավ ես զգում, որովհետև մոռանում ես կյանքի բացասական կողմերը։ Դու կարծում ես դուրս ես գալիս այդ ամենից, բայց հետո բոլոր զգացողությունները վերադառնում են ու դա տհաճ է։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ այս մշտական փախուստը լուծում չէ, բայց խաղի մեջ ամեն ինչ թվում է նորմալ։ Գոնե ինձ համար այդպես էր, դրա համար էլ շարունակում էի։ Շոնը որոշում է փոխել իր կյանքը։ Թողնում է Դորտմունդը եւ տեղափոխվում ավելի խաղաղ Մյունխեն-Գլադբախ։ Առցանց գտնում է զուգընկերուհի։ Նրանք այժմ միասին են ապրում։ Շոնը նոր աշխատանք է գտել մանրածախ առևտրում։ Միացել է տեղի գեյմերների սոցիալական համայնքին։ Ակումբի հիմնադիր Մորից Եգերին լավ ծանոթ է մեկուսացված լինելու զգացումը։ Գեյմերները հաճախ միայնակ են, որովհետև հաճախ խաղում են տանը մենակ։ Թվում է շփվում են մարդկանց հետ, բայց այդ շփումը միայն թվային աշխարհում է եւ չի կարող փոխարինել իրական մարդկային շփմանը։ Երբ շատ ժամանակ ես անցկացնում տանը, գուցե նաև ձայնային չարթերով զրույցի բռնվելով, կարող ես հեշտությամբ ընկնել այդ թակարդը, թե այլևս կարիք չունես դուրս գալու ու հանդիպելու իրական մարդկանց։ Գեյմերների ակումբում երիտասարդները շարունակում են իրենց հոբին, բայց ոչ թե մենակ տանը, այլ միասին։ Այստեղ նրանք խաղում են միմյանց դեմ, կազմակերպում մրցումներ այլ թիմերի հետ։ Իրական համայնք իրական աշխարհում, որովհետև վերջի վերջո կարող ես ունենալ հազարավոր շփումներ, բայց չունենալ գեթ մեկ իրական ընկեր։ Դու գալիս ես այստեղ ու գիտես, դրական բան է լինելու։ Չես վախենում լինել ինքդ քեզ նման, կարող ես ամեն ինչից խոսել։ Եթե վատ ես զգում, մարդիկ քո կողքին են։ Այստեղ ընտանեկան մթնոլորտ է։ Հոկեբան Սյուզաննա Բյուքերին հարցրել ենք, արդյոք մեդիայի չափից շատ օգտագործումը սրում է միայնության զգացումը։ Թվում է, մի կողմից մարդիկ ավելի միայնակ են զգում իրենց, երբ շատ են օգտվում մեդիայից, ինչն էլ աստիճանաբար փոխարինում է իրական, օֆլայն հարաբերություններին։ Բայց մյուս կողմից հետազոտությունները ցույց են տալիս նաև, որ նրանք, ովքեր երկար ժամանակ իրենց միայնակ են զգում, ունեն մեդիայի օգտագործման այլ վարքագիծ։ Օրինակ, Instagram, Snapchat կամ TikTok սոցիալական ցանցերում նրանք ավելի հաճախ պասիվ դիտորդ են, քան ակտիվ շփվող, եւ չեն ընդլայնում իրենց շփումներն այլ մարդկանց հետ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ երիտասարդների շրջանում միայնության աճի պատճառներից մեկն օրվա արագ տեմպն է, կամ մշտական ստրեսը, այսպես կոչված թվային քոչվորների շատ գովազդված կյանքը։ Մարդիկ ավելի հաճախ են փոխում բնակության վայրը, նոր ծանոթությունները չեն ամրանում ընկերական կապերով, ավելանում է միայնակ ապրողների թիվը։ Բնակչության հետազոտությունների դաշնային ինստիտուտի վերջին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մինչև 30 տարեկանների 44%-ը իրեն առնվազն մասամբ միայնակ է զգում։ Կորոնավիրուսի համավարակի ընթացքում այս ցուցանիշը կտրուկ աճել է եւ գրեթե չի նվազել մինչ օրս։ Մինչդեռ 10 տարի առաջ երիտասարդ եւ միջին տարիքի մարդկանց շրջանում միայնության մակարդակը հարաբերականորեն կայուն էր եւ չէր գերազանցում 17%-ը։ Ծայրահեղ դեպքերում միայնությունը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը, նպաստելով սրտանոթային հիվանդությունների, դեմենցիայի կամ շաքարային դիաբետի առաջացմանը, երկարատև միայնության մեջ ապրող մարդիկ միջինում ավելի շուտ են մահանում։ Մարդկանց մեծ մասը կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ իրեն միայնակ է զգում։ Սա նաև մեր մարմնի կարևոր ազդանշանն է առ այն, որ սոցիալական ինտեգրման մեր հիմնական կարիքը լիովին չի բավարարվում։ Միայնությունը խնդիր է դառնում այն ժամանակ, երբ այն քրոնիկ բնույթ է ստանում։ Այլ կերպ ասած, երբ մարդը երկար ժամանակ իրեն միայնակ է զգում եւ չի կարող ինքնուրույն դուրս գալ այդ վիճակից։ Այս մարտահրավերի առաջ կանգնած են նաև Յանան ու Նոան։ Երկուսն էլ կես տարի առաջ կորցրել են իրենց ամենամոտ հարազատներին։ Միշտ կարծես անվերջ է, իսկ միայնության զգացումը դեռ շատ թարմ։ 26-ամյա Նոան շատ մտերիմ էր իր հոր հետ, որը հանկարծամահ է եղել։ Վիշտը նաև շատ ծանր դրական զգացմունքներ է բերում։ Այն բոլոր լավ հիշողությունները, որ ունես այդ մարդու հետ, բայց երբ միայնությունն է գալիս, այլևս դրական ոչինչ չի մնում։ Քեզ թվում է աշխարհը երես է տեկել քեզնից։ Դու լիովին մենակ ես։ Այդ խոր միայնության զգացումը փակել է բոլոր դրական հիշողությունների ճանապարհը։ 28-ամյա Յանայի մոր գերեզմանը նույն գերեզմանատանն է։
շատ է կարոտում նրան։ Կան Կան օրեր, երբ ինձ համեմատաբար լավ եմ զգում։ Գիտակցում եմ, որ իմ կյանքում շատ լավ մարդիկ կան եւ ես պատճառ չունեմ միայնակ զգալու։ Բայց կան պահեր, երբ ինձ շատ է պետք մայրս, եւ այդ զգացումն ամբողջովին ինձ տիրում է։ Երբեմն նույնիսկ սուպերմարկետում կամ այլ տեղերում, երբ ֆիզիկապես մարդկանց մեջ եմ, միևնույն է ինձ անչափ միայնակ եմ զգում։ Յանան եւ Նոան ծանոթացել են Young Supporters խմբի միջոցով։ Սա հարթակ է երիտասարդների համար, ովքեր մեծ կորուստ են ապրել եւ ցանկանում են խոսել դրա մասին։ Հանդիպումները վարում է փորձառու թերապևտը։ Երբեմն նույնիսկ ընկերների հետ զբոսնելիս հանկարծ քեզ օտար ես զգում եւ ինչ որ անհայտ տեղից վրա է հասնում միայնությունը։ Ես ինձ շատ ավելի հասկացված եմ զգում եւ ավելի քիչ միայնակ, երբ խոսում եմ մարդկանց հետ, որոնք նույն փորձն են ունեցել։ Դա փոխմբռնման լրիվ այլ մակարդակ է։ Նոայի ֆուտբոլային ակումբի ընկերները նույնպես հասկանում են, թե ինչի միջով է նա անցնում։ Նրանց հետ հաճախ է հանդիպում մարզումների եւ խաղերի ժամանակ։ Դա շեղում է նրան։ Ֆուտբոլը, ընդհանրապես սպորտը, շատ է օգնում։ Ես իսկապես սիրում եմ դա։ Կարողանում եմ անջատվել, մի պահ հեռանալ սթրեսից ու տխրությունից։ Թեև գուցե ամբողջությամբ չես մոռանում, բայց գոնե 1-2 ժամով կարողանում ես լիցքաթափվել։ Երբ տխուր եմ, երաժշտության միջոցով պատմելու բան եմ ունենում, երբ ինձ շատ լավ եմ զգում, չգիտեմ, այդքան էլ հետաքրքիր չէ։ Մելանխոլիկ զգացումները շատ լավ են վերածվում երաժշտության։ Ես ասել էի հատակին, այդ պահին ասացի վերջ։ Այդ պահին ասացի վերջ, տեղափոխվում եմ Մյունխեն-Գլադբախ, ավելի փոքր քաղաք, որտեղ պետք է ամեն ինչ սկսել նորից, նոր միջավայր ստեղծել ու նոր մարդկանց հանդիպել։ Այս ակումբը շատ շուտ գտա ու վստահ կարող եմ ասել, դա իմ վերականգնման մի մասն էր։ Միայնության դեմ պայքարում մի քանի վստահելի ընկեր, որոնք կողքիդ կլինեն դժվար պահերին, շատ ավելի արժեքավոր են, քան սոցիալական ցանցերում հազարավոր կապերը։ Միայնությունը սխալմամբ ընկալվում է որպես թուլություն, իրականում այն մեզ բոլորիս է հանդիպում կյանքի տարբեր փուլերում, եւ հենց այդ պատճառով դրա մասին խոսելը ուժ է, ոչ թե թուլություն։